օտարերկրացիների աշխատանքի թույլտվությունը ըստ էության չի գործելու կամ լինելու է բացառապես ձևական բնույթի, բայց դրա փոխարեն ներդրվելու է քվոտաների համակարգ, այսինքն օրինակ ասելու ենք, որ տարեկան կառավարությունը որոշելու է այսքան մարդուց ավել օտարերկրացի մարդ չի կարող Հայաստանում աշխատի։ Սա նորից լուծում չի, շատ կարևոր է այստեղ, որ Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի վիճակը գնահատվի, եթե մեկ մարդ կա Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որ կարող է թափուր աշխատատեղը համալրի, մենք դա պետք է ապահովենք, որ գործատուն այդ մասին իմանա, իր գնահատումը այդ վերաբերյալ տա, եւ եթե չստացվի այդ համալրումը, նոր դիմի այլ երկրից աշխատող բերի եւ համալրի։ Հիմա դուք այս մասը հանում եք, ասում եք հանում ենք, որովհետեւ լավ չի աշխատել։ Լավ չի աշխատել, ուրեմն պետք է մտածենք, նենց անենք, տեղեկատվական համակարգերը զարգացնելով եւ այլն, որ իրապես նաեւ պատասխանատու պետական մարմին իր գործն անի, ոչ թե մատների արանքով նայի, որ այս գործիքը աշխատի։ Հիմա սա որ հանեք, թողեք մենակ քվոտավորումը, այն էլ ընդհանուր, առանց իդենտիֆիկացնելու, առանց տարանջատելու, թե այդ քվոտավորումը որ ոլորտներին պետք է վերաբերի, որ մասնագիտություններին պետք է վերաբերի։ 3 տարի հետո էլ գալու եք, ասեք քվոտավորումներ չաշխատեց, խնդիր չլուծեց, եկեք էս էլ հանենք։ Այսինքն կամ հիմա խնդիրը ամբողջության մեջ բերեք լուծենք, կամ ավելորդ վարչարարություններով մարդկանց մի տանջեք։